Աշխարհում գրեթե չկա մեկը, ով երբևէ պիցցա չի փորձել, բայց գիտեք, որ այս հայտնի ուտեստի պատմությունը սկսվել է թունավորման վախից։ Հիմա պատրաստում են պիցցա, ինչպես նաև ներկայացնում նրա առաջացման հետաքրքիր պատմությունը։ Երբ լոլիկը Եվրոպա բերվեց Ամերիկայից, մարդիկ վստահ էին, որ այն թունավոր է։ Պատճառը պարզ էր։ Ազնվականները լոլիկով ուտեստներ էին ուտում արծաթե սպասքից, իսկ լոլիկի թթվայնությունը արձակում էր վտանգավոր կապար։ Նրանք հիվանդանում էին եւ կարծում մեղավորն հենց լոլիկն է։ Սակայն աղքատ նեապոլցիները, օգտագործելով պարզ կավե ամաններ, առանց վախի փորձեցին լոլիկը եւ դրանով էլ հիմք դրեցին պիցցային։ Ամենահայտնի լեգենդը պատմում է, որ 1889 թվականին Նեապոլի վարպետ Ռաֆաել Էսպոզիտոն թագուհի Մարգարիտայի համար պատրաստեց պիցցա լոլիկով, մոցարելայով եւ բազիլիկով։ Երեք գույները խորհրդանշում էին Իտալիայի դրոշը, եւ այդպես ծնվեց աշխարհահռչակ պիցցա Մարգարիտան։ Բայց դա միայն մի պատմությունն է։ Ոմանք պնդում են պիցցան նավաստիների ուտեստն էր։ Նավահանգիստներում բարակ հացի վրա դնում էին ամեն ինչ ձեռքի տակ ընկնում էր։ Իսկ մեկ այլ լեգենդ ասում է, թե այն ստացել է հրձիքը, որ պատահմամբ խմորը թողել էր կրակի վրա։ Ժամանակի ընթացքում իտալացի ներգաղթյալները այն տարան Ամերիկա։ Հենց այնտեղ էլ ծնվեցին Նյու Յորքի եւ Չիկագոյի նոր ոճերը, որոնք արդեն աշխարհով մեկ տարածեցին այս համեղ ուտեստը։